Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, ամեն օր ես արտահայտությունը անում եմ եւ ներկայացնում եմ Արմեն Չիբուխչյանին, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Եկեք քանդրադառնանք նախ եւ առաջ հայաստանյան իրականությանը այսօրվա, այն իրականությանը, որը տանում է դեպի առաջիկա ընտրություններ եւ ձեր տպավորությունները այսօրվա իրավիճակում ինչ է տեղի ունենում, ինչ է կարծում, ինչ կարող է լինել։ Դեգրադացիա, վատ է սկսել, որովհետեւ մենք ինչ ենք ուզում։ Տեսեք, մենք ուզում ենք տեսնել գաղափարների պայքար, ճիշտ է, բայց ընդդիմությունը սադրում է, իշխանությունը սադրանքը ուտում է, եւ այսօրվա միջադեպն էլ որ տեղի ունեցավ ակնհայտորեն եկել են սադրելու իմ տպավորությամբ։ Ասենք բնականաբար, այսպես ասեմ, դա ազգային ժողովում նկատի ունեք։ Այո, դե չեմ ուզում շատ մանրամասն, բոլորն է գիտեն երևի արդեն։ Տեսեք, չի կարելի այդ սադրանքներին տրվել, որովհետև մեկն ու մեկը պետք է ուրիշ մակարդակի բարձրացնի այդ նախընտրական արտով։ Այդ տղայական բաները դու մտել ես քաղաքականության մեջ, այդ տղայական բաները պետք է մի կողմ թողնես։ Դու ունես թիկնապահներ, դու արդեն ուրիշ դիրքորոշման վրա ես, հակառակը, ես կցանկանամ, որ օրինակ ես կուզենայի տեսնել, որ նույն ասեք այսօրվա միջադեպից հետո Ալեն Սիմոնյանն ասել, ես տղայական կարող եմ իրան պատասխանեմ, հա, մտքումս թեկուզ պատասխանել եմ, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ դիսկուրսը այս մակարդակի ընկնի։ Ինչն է ինձ ընդհանուր տպավորությունը այս դիսկուրսի։ Բնականաբար բոլորն էլ իրենց ռոպագանդիստական թեզեր առաջ են տանում, սա նորմալ է, նախընտրական պայքար է։ Բայց ես վերջապես ուզում եմ Հայաստանում տեսնեմ, երբ որ թեժ բանավեճագրում օրինակ տնտեսական հարցերի շուրջ։ Ուզում եմ տեսնեմ թեզ բանավեճագրում օրինակ արտաքին քաղաքական հարցերի շուրջ լուրջ, ով ոնց է պատկերացնում, օրինակ այսինքն տեսեք, ընդդիմությանը հարց է տալի խուսափողական։ Կամ էլ չեն էլ գալիս բանավեճի։ Այո, ասենք իշխանությունը անդադ խաղաղության հարց է բարձրացնում, բայց օրինակի համար ես նույն այդ այսինքն մենք մեզ նախապատրաստում է Հայաստանի խաղաղության, բայց Ադրբեջանի պահվածքը չի հուշում, որ իրենք պատրաստ են նույն մտածելակերպը որտեղ գրել ոնց որ հայերը, ասենք մենք լավ հրաժարվենք ամեն ինչից, մենք հրաժարվում ենք հռչակագրից, մենք հրաժարվում ենք ամեն ինչից, բայց ես կոնֆլիկտացին լավ։ Բայց մենք մեր զենքն ենք ցույց տալու արդեն։ Տեսեք, մայիսի 28-ին։ Ադրբեջանցիները իրենց ցույց են տվել։ Հիմա մենք տեսնենք, մենք ես շատ հուսով եմ, այո, ես շատ հուսով եմ, բայց տեսեք, անգամ այդ պարագայում Ադրբեջանը մեր արժեվ չարթարացավ կամ միջազգային հանրության արժեվ չարթարացավ, թե ինքը շքերթ է անում։ Բայց մնացի Բայց մի ինկալեք, որ մենք բան ենք անում, չէ՞։ Իսկ մենք արդարանում ենք, ասում ենք, գիտեք, դե շքերթ ենք անում, բայց այդ ձեր դեմ չի ուղղված եւ մենք ներքին անկախ պետություն ենք, այսինքն շքերթ ենք անում, որովհետեւ ցանկացած պետություն ունի պաշտպանվելու իրավունք, որովհետեւ Ադրբեջանը 20 միլիարդի զենք է արել, մենք այդ կբողոքեն ինչի եք շքերթ անում, նախ իրավունք չունեն։ Մենք եք կպատասխանենք, ասենք, բայց դուք արել եք, մենք բան ասել ենք։ Դու 20 միլիարդի զենք եք արել, մեզանից 10 անգամ շատ, մենք բան ասել ենք։ Դե ձեներ այդ կտրեք նստեք, մեր սուվերեն պետություն ենք, ինչ եք ուզում մեզանից։ Մենք շքերթը չի նշանակում։ Չգիտեմ, կարաս տարբեր օրինակներ բերես։ Չինաստանը շքերթ արեց, ինչ որ մեկի վրա հարձակվեց, կոպիտ, ամերիկան շքերթ, հաշա ամերիկան արեց։ Ռազմական գործողություն։ Ռազմական, հատուկ, չէ մեծ։ Հատուկ։ Մի խոսքով, ուզում ասեմ, տեսեք, ընդհանուր ես ուզում եմ, որպեսզի մեր ժողովրդի ճաշակը բարձրացվի, որպեսզի մեր ժողովրդին մատուցվի, ու մեզ բոլորիս մատուցվի քաղաքական վեճ, տնտեսական վեճ, գաղափարական վեճ։ Ախր այդ ումից որ ակնկալում եք, որ պիտի վեճի դուրս գա, բոլորը ուղղակի պատվեր կատարողներ են, չի էլ ստացվում ուր այդ ընդդիմությունը կան, մի քանի կուսակցություններ։ Հավատացեք, եթե ճիշտ, այսպես ասած, եթե ասեք իշխող կուսակցությունը ցանկանար կամ ասենք իրենք ունեն, գուցե ասենք, չգիտեմ, գուցե չեն կարողանում դիմանալ, գուցե չի ներում պրոֆեսիոնալիզմը, գուցե չգիտեմ, ինչ իմաստով։ Դե նկատի ունեմ իրեն դա ինքնատիրապետում է, դու պետք է, եթե դու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ ես, դու այնքան լավ կօգտագործես այդ թուլությունը, որ քեզ սադրում են։ Դու այնքան ճիշտ կարող ես դա օգտագործել։ Դու այնքան գեղեցիկ դա կարող ես մատուցել։ Չէ, ես էլ եմ հավատում, որ գնալու է Փաշինյանի ասած 65%-ով ընտրի։ Դրա մեջ չեմ մտնում, խոսքը ընդհանրապես ես ուզում եմ սկսվել է, չէ՞ նախընտրական պայքարը, ես ուզում եմ գաղափարներ լսել։ Բայց ես տեսնում եմ չէ առավոտից իրիկուն խառնաշփոթ։ Չես ուզում նայես ու լսես։ Ես իմ աշխատանքի բերումով եմ նայում ու լսում։ Այդ է ասածս։ Ես ուզում եմ լսեմ, ասենք, գիտեք ինչ, անգամ կարող եմ դիմությունը մի հետարքից տնտեսական միտք տա, ասես, ո՞, մի րոպե հələ եւ այլ, չէ՞։ Բայց չկա։ Նրանք ինչ որ մի պահ ցենց գցեցին, հեսա Չինաստանից փողերը կբերենք, բայց ես համիցներով ախր անդրադարձել եմ այդ Չինաստանի փողերին։ Բացահայտել եմ, որ դա ծուղակ է, բացահայտել եմ, որ այդ Չինաստանը տես փողեր չի տալի, պետությունն էլ իրականում ընկնում է պարտքի տակ։ Եվ այսպես մի բերան դրանից հետո ինչ որ Չինաստանի մասին խոսք չկա։ Զգացիք էլ ոնց որ տենց եւ այլ այսպես շարունակ, հա։ Հեսա կսկսվի իհարկե նորից ենթադրում եմ։ Ուզում ասեմ, սա չգիտեմ, պլինտուսից ցածր մակարդակ է, որը ուղակի չգիտես ինչը մեկնաբանես, ինչը վերլուծես։ Այո, վերլուծելու բան չկա։ Գնում ենք գովազդային դադարի։
Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ցանկացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմենը։ Դու մեդալով հետ արի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են ընտեղ հայտնվել։ Սաղան եմ ծամեն բնեմ բերանները, որ վերջում կծենանա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամ է պետք։ Ոչ առաջին պատն է, ոչ էլ վերջին։ Բա պատալուկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանեմ։ Ռիսկը շատ է կոլ։ Բավոր բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սանոնիչը սիրո համար ենք։ Արիթ էիք, հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում է։ Օրիչը ոչ մեկի մոտ չկա։ Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, что в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճդ քեզ հետ է, ոչ թե քոտ է։ Իսկ եթե մի օր սխալվեմ։ Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе. Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Մեր տաղավարում վերլուծությունների ժամանակն է եւ այժմ արդեն անդրադառնանք Միացյալ Նահանգներ Իրան այս հակամարտությանը։ Ուղղակի մի բան եմ ուզում արձանագրել նորից, բարձրաձայնել։ Երեք Իրանից, այսինքն անդադ ինչ որ սուտ են հորինում, ինչ որ բան են ասում։ Երեք էլ հայտարարություն եղավ իրենց պետական հեռուստաընկերությունից, որ իրենք չեն համաձայնվում 15 կետին, որ իրենք պատասխան 5 կետ են ուղարկել։ Սակայն այսօր ոչ մի 5 կետի մասին չի խոսվում, այսօր մենք մեր հեռուստադիտողներին էլ ներկայացեցինք ինչ էր տեղի ունեցել այսօր գոնե, եւ ես հիշեցի մի քանի օր առաջ դուք ասում էիք, թե ինչ հեղուկ վիճակ է Իրանում, այսինքն ոչ թե 1, 2, 3, այլ շատ կառույցներ արդեն իրար դեմ են կռվում, գլուխները չկան արդեն, հիմա որոշում են ով պիտի դառնա գլխավոր։ Եվ Թրամփը իդեպ աշխատում այդ ուղղությամբ։ Թրամփը ամեն ինչ անում որ դա խորանա։ Տեսեք, հետաքրքիր մի բան եղավ, շատ հետաքրքրական եւ այդպես իրար հակասող բաներ հայտարարեցին, սկզբից հայտարարվեց, որ այսինքն չասենք հակասող, բայց հետաքրքիր մի բան։ Սկզբից հայտարարվեց, որ Ղալիբաֆի եւ Արաքչիին չեն սպանում, հանվել են 5 օրով, մինչև պատասխան։ Հա, հիմա 10 օր դարավ։ Տվել եք այսօր։ Մենք 5 օրն ենք, ես 5 օրն եմ։ Այսօր քիչ առաջ Թրամփը սարքեց 10 օր վերջնաժամկետը։ Եթե չեմ սխալվում, վերջնաժամկետը լրանում է ապրիլի 6-ին Վաշինգտոնյան ժամանակով 20:00-ին։ Վերջնաժամկետի մասին եք ասում։ Այո, վերջնաժամկետը չէ, իրենց տրվել է չսպանելու 5 օր։ Այո, չէ, դե այդ 5 օրը, որտեղ 5 օր բանակցում էին։ Հիմա 10 օր սարքեցին, 10 օր կդառնա, 10 օր կարան ապրեն։ Այսինքն տեսեք, խնդիրը հետեւյալն է։ Տեղեկություն հայտնվեց, որ քանի որ այսպես
որքան հասկացա Պակիստանից դիմել էին կամ այդ մի քանի երկրներ դիմել էին Իսրայելին եւ ԱՄՆ-ին, թե բա մի ոչնչացրեք այս երկուսին, որտեվ եթե սրանց էլ ոչնչացրեք, բանակցող չունենա։ Բայց մի կողմից է զարմանալի է, որ սրանց անունները միանգամից Ղալիբաֆի անունը միանգամից բացահայտվելու դեպքում նրանք դառնում են թիրախ արդեն ներսից, այո։ Եվ ահա այսօր տեղեկություն տարածվեց, որ ինչու են հերքում, ինչու են տենց ձեր ասած այդ 6 կետեր, 6 կետը դարձավ 5 ինչու, որովհետև ամերիկյան ռազմաբազաների հարցը միանգամից բանակցություններից դուրս բերվեց, որպեսզի շարունակվի, այսպես այդ մասին էլ չեն խոսում, այսինքն ըստեյության դառել է 5 կետ, բայց մեկ այդ 5 կետերի մեջ էլ այնտեղ միակ կետը, որ իրենք վերջնանցյուքում կարող են ունենալ համաձայնություն, դա սանկցիաների հանումն է, բայց այդ դեպքում արդեն մնացած 4 կետ, մնացած ամերիկյան կամ իրանական կետերի փոխհատուցում։ Չէ, դե փոխհատուցումը պարզ է դրանք եւ այլն։ Հիմա տեսեք, Հորմուզի նեղուցի հարց կան դեղ եւ այլն։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ այսօր արդեն հայտարարվեց, որ այսինքն այդպիսի ինսայդ եղավ, որ Ղալիբաֆն ու Արաքչին հատուկ են այդ կետերը, կոշտ կետերը ցույց տալիս եւ հատուկ էին ասում, որ բանակցություններ չկա, չեն գնում, որպեսզի ներսից իրենց չսպանեն։ Ներսից, որտեվ իսլամական պետություն, այո, ինչպես եւ ենթադրում էինք, իսլամական հեղափոխականների կորպուսը ուրեմն իրենք բաժանված են եւ այնտեղ կա արմատական խմբավորում, գուցե կան, բայց հիմա բոլորը վախենում են բացահայտ ցույց տան դա, բոլորը վախենում են։ Եվ ես ինչպես են որ ասացի, ես ենթադրում եմ, որ իհարկե ինչի չլինեն մարդիկ, որոնք մտածեն, իսկ ինչի չվերցնեմ, եթե մի քիչ այդ կրոնական ֆանատիկ չլինեն, ինչի չվերցնեմ իշխանությունը եւ ինչի չբացեմ նավթը, ասենք առևտուրը եւ այլն այսպես շարունակ։ Բայց այստեղ ամեն դեպքում պետք է զգուշ լինել, որովհետեւ տեսեք իսրայելցիները զգուշ են այդ բանակցությունների հետ կապված, որտեղ ռեժիմը կարող է խաբել, ռեժիմը կարող է ձևացնել եւ դրա համար Նեթանյահուն այսօր հայտարարեց, որ այնուամենայնիվ հասկացրեց, որ մենք կլինենք զգուշ եւ մենք մեր ինքնապաշտպանության իրավունքը ուրեմն կօգտագործենք, եթե մենք տեսնենք, որ մի բան այն չէ։ Եվ այդտեղ բազմաթիվ հարցեր կա, որի մասին կխոսենք ընթացքում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօր էլ ավարտվեց մեր հանդիպումը Արմենի հետ, հարգելի հեռուստադիտողներ, վաղը Արմեն Չիբուխչյանի YouTube-յան լայվը կդիտեք մեր եթերում, իսկ մեզ իմ ու Դերենիկի հետ արդեն հանդիպում կլինի նաև վաղը։ Ցտեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։